Ես Գոհար Խաչատրյանն եմ, ապրում եմ Չարբախում։ Տղաս զորակոչվել է բանակ, մինչև բանակ գնալը ամուսնացել է։ Ես չեմ ամուսնացրել, ամուսնացրել են աղջկա ծնողները։ Հետո իմացանք, որ աղջիկը հղի է։ Բայց քանի որ աղջիկը թեթևաբար է, վատ վարքի տեր աղջիկը, ես չեմ հավատում, որ աղջիկն իմն է։ Հիմա մեր գործերը դատարանում է։ Դատարանը առանց ինձ քանի անգամ զանգահարել եմ իմանամ նիստի օրը, չի պատասխանել, ասել է ես կպատասխանեմ, ես կզանգեմ, ձեզ կասեմ, չի պատասխանել, առանց ինձ նիստ է արել Շինկավիթի շրջանի դատարանը։ Գործերն ուղարկել է հարկադիր, որ տղայիցս բռնագանձեն 30,000 դրամ։ Բանակային տղեն 30,000 դրամ որտեղից կարող է վճարել։ Ես էլ հնարավորություն չունեմ, նախ համոզված չեմ, որ ինքը իմ տղայից է այդ երեխեն, երկրորդն էլ ես հնարավորություն չունեմ վճարելու, ինչ ունեինք տունը, իրանք ստիպել են տղայից վախացնելով, որ քեզ կնստացնենք, սենց ծանոթներ ունենք, տունը ինչ չունեք, բերեք։ Ու տղաս էլ տարել է վախենալով։ Հայցը ես եմ տվել, դատավորը Չիչոյան, պարոն Չիչոյան, Վարդանյան Վիկտորյան, շատ վատ վարքի տեր աղջիկա, ես նրան չեմ ուզում որպես հարս ճանաչեմ ու չեմ պատրաստում ալիմենտ վճարեմ նրան։ Պետք է մեզանից բռնագանձեն, հարկադիրն ասել է կգանք տուն, կբռնագանձենք տնից, բայց իմ տղեն ոչ մի բան չունի այնտեղ, որ իրանք բռնագանձեն, ամեն ինչի իմն է։ Ես փաստերը ներկայացրեցի, դատավորն ասեց դրանք ինձ չեն հետաքրքրում, իր այդ անբարոյական նկարները աղջկա։ Ու իր SMS-ները, որ ինքը ինչ էր գրել, զանգել է ինձ ասում է ես քեզ կգամ երկրորդ հարկից կշպրտեմ աղջկադ հետ միասին։ Դատավորն ասեց դրանք ինձ չեն հետաքրքրում։ Նիստը հետաձգեց, հաջորդ նիստին ես զանգահարում եմ նիստը երբ 10 անգամ զանգել եմ, ես կզանգեմ, կասեմ, չես զանգել, առանց ինձ նիստ են արել ու որոշել են 800,000, 700,000, իբր թե ծախսեր են արել երեխու համար։ Կարող է դու ոսկուց մահճակալ ես արել, ես այդ հնարավորությունը չունեմ։ Այդ ինչ ծախսեր ես գրել առանց ինձ։ Երկրորդն էլ տղաս բանակում է, բանակում ծառայող տղան որտեղից պետք է վճարի։ Արդեն մի տարի է տղաս ծառայում է, ես մի տարի է դատարաններն եմ։ Ու այդ հարցի լուծումը չեմ ստացել։ Երեխան արդեն մի տարեկան է։ Ես իրան ասել եմ, որ այդ աղջիկը լավ աղջիկ չի, անբարոյական աղջիկ է, ես չեմ ուզում։ Ունեմ ապացույցները։ Հետո ես հավատացած չեմ, որ այդ երեխան իրանից է։ Որովհետև ով եղել է այդ աղջիկա հետ, բոլորն եկել են ասել են այդ աղջիկը վատ վարքի տեր աղջիկ է։ Ու բոլորի հետ իր մայրը գնացել է, կռվել է, ինչի է գնացել ասել։ Հայրությունը չի հաստատվել, տղաս չգիտի։ Ծնվել է, չի ծնվել, ոչ մի բանից տեղեկություն չունի։ Եթե ինքը իր հայրն է, ինչի չեն տարել, որ հայրություն ճանաչի երեխուն։ Ես ուզում եմ ինքը ապացուցի, տեսնեմ իմ տղաս է իր հայրը, թե չէ։ Ապացուցելուց հետո էլ ես այդ աղջկան տուն բերողը չեմ։ Եթե ապացուցվի իմ թոռնա կպահեմ, իրան մայրական իրավունքից թող զրկեն տանից ես կպահեմ։ Եթե իմ թոռնա։ Մինչև բանակ գնալը, մինչև մենք իրան գտանք, պատահական գտանք պոլիկլինիկայում, բերեցինք տուն։ Ինքը միշտ գրում էր մի բան արեք ինձի փրկեք ստեղից։ Երբ կարողանում էր հեռախոս վերցնել դրանց ձեռքից, զանգում էր ասում էր մի բան արեք ինձ փրկեք։ Գնում էինք ոստիկանություն, ոստիկաններին ասում էինք ես զանգում էի, հեռախոսը չէր վերցնում, ոստիկանը զանգում էր, հեռախոսը վերցնում էր։ Ասում էր բայց ոնց է, մերը զանգումա չի վերցնում, դուք վերցնում եք, ասում էր որովհետև զուգարանն ընկավ, ստեղ ընկավ, ընդեղ ընկավ, հեռախոսը չկարողացավ վերցնել։ Իրանց դեպքում կարողանում էր վերցնել։ Վերաքննիչ դատարանից պահանջում եմ, որ գործը բեկանվի։ Ես պաշտպան չունեի, ինքը պաշտպան ուներ, կարող է իր պաշտպանը լավ աշխատում։ Ես գիտեի ազնվությունը կտանի առաջ, փաստորեն դուրս է գալիս, որ չէ, տենցները ավելի շատ են առաջ գնում։ Այս ամբողջ գործի մեջ ես կոռուպցիոն հիմք եմ տեսնում։ Հաշվի չառնելով հանգամանքները, որ զորով տղայից տարել են, ասում են պարկած նկարել ենք։ Հələ դու փորձես իր հետ չամուսնանաս, մենք քեզ նկարել ենք։ Վախացրել են, որ պաշտոնավոր մարդիկ բարեկամներ ունեն, ինքը չի կարող ոչ մի բանից հրաժարվել, անպայման պետք է առնի իրանց աղջկան, ամուսնանա իրանց աղջկա հետ։ Ու տենց պահել են 8 ամիս, մինչև պատահական ես տեսել եմ պոլիկլինիկայում, երեխուն հետ եմ բերել, քանի անգամ գնացել եմ իրանց տուն, իրանք ինձ ոստիկանություն են տվել, ոստիկաններն էլ իրանց են պաշտպանել, ասելով որտեղ այդ չափահաս տղա է իրավունք ունի գնալու։
8 ամսվա ընթացքում մի օր ես չեմ տեսել իմ տղային, ես 1000 անգամ ասել եմ, թող գա իմ մոտ կանգնի, ասի ես ուզում եմ, ես էլ չգամ ոստիկանություն, ոստիկանը չի համաձայնվել, ասել է չափահասա չենք բերի, տեսնեք, ես գնացել եմ իրանց տուն, մերն ասել է, բերեմ, որ ձեր տղուն տանեք աղջկաս թողեք, ու ինձ ոստիկանություն են տարել, գնացել ենք ոստիկանություն, աղջկաս ծեծել են, դատական բժշկի ենք տարել աղջկան, ընդեղ էլ քննիչներն են վախացրել, որ դու պետական հիմնարկ չես կարող աշխատել, որովհետև ավարտած աղջիկ ես, գործերը հետ վերցրու, բողոքը հետ վերցրու, աղջիկս էլ բողոքը հետ է վերցրել։